Գիրը մարդկային քաղաքակրթության կարևոր հայտնագործություններից է, այն ամենամնայուն հաղորդակցման ձևն է։ Սակայն մեր պատկերացրած գիրը եւ վանկերը նախնադարյան մարդը այլ կերպ էր պատկերացնում։ Այս ժայռապատկերներին արված տարբեր նշաններ, տարբեր պատկերներ ինֆորմացիա են պարունակում իրենց մեջ հազարամյակներ առաջ ապրած մարդու կենցաղի, ապրելակերպի եւ այլնի մասին։ Հնագույն արվեստի այս տեսակը միաժամանակ եւ գրի նախաձև է։ Ժառանգականները հնարավորություն են ընձեռում պատկերացնելու մեր ակունքների հնագույն աշխարհը։ Ժամանակի անհունը հաղթարած այս պատողները հուսալի մի կամուրջ են անհիշելի անցյալի եւ ներկայի միջև, քանզի եղել են տեղեկության ու զգացողության գրանցման եւ արտահայտման, փոխանցման ու կուտակման կայուն ձև։ Ցավոք սրտի ժայռապատկերները, որոնք բազում քանակ գոնե ունեն եւ տեսականի, դերևս ցանկալի վիճակով եւ որակով չեն ուսումնասիրված։ Ամենայն դեպս այն ինչ որ արված է եւ արվում է հիմնականում հայ հետազոտողների կողմից հիմքեր են տալիս համոզված լինելու, որ դեմս ժայռապատկերների մենք գործ ունենք հայկական լեռնաշխարհի հնագույն մշակույթի դրսևորումների հետ։ Ժայռապատկերները նախնադարյան պատկերային մտածողության արգասիք են, մարդկային մտավոր գործունեության արդյունք։ Դրանք վերացրեցին տարածաշրջանային արգելքները եւ մարդուն հնարավորություն տվեցին իր խոսքն ապրեցնել շատ ավելի երկար, քան սեփական կյանքի տևողությունն է։ Հարթավայրային եւ ծածրալեռնային վայրերի, այսինքն 600-ից մինչև 2000 մետր բարձրության տարածքներում նույնպես ժայռապատկերներ կան։ Նեղոց գյուղի մոտ Փական, Օշական, Ոսկեհատ, Շամիրամ, Գոշ, Պաղաղբյուր, Դեմիրկապ, Ազատ գյուղերի մոտ, Մալաթեև, Շուշի քաղաքների մոտ, Վանա լճի ափերին, ինչպես նաև Զովոնի, Մեծամոր, Արմավիր, Ագարակ, Հայկաբերդ, Անձավ, Հոռոմ, բրոնզիդարյան հնավայրերում։ Այծի պատկերի հետքերով մենք կարող ենք որոշել, որ տվյալ ժայռապատկերը, որը պարունակում է այծապատկեր, դա անպայման հայկական լեռնաշխարհից դուրս եկած մշակույթի արտացոլում է։ Մասնավորապես մի քանի երկրների հնագետներ համատեղ աշխատանքներով հետազոտել են հայկական լեռնաշխարհից մինչև Բրիտանիա ընկած տարածքներում դամբարանների պեղումների ժամանակ հայտնաբերված այծերի ոսկորներին եւ թվագրել դրանց տարիքը։ Արդյունքում նրանք ստացել են այսպիսի պատկեր, որ մոտավորապես 10500, մոտ 11000 տարի առաջ ընտելացված այծը դուրս է եկել Հայաստանից եւ երկու ճանապարհով մուտք գործել դեպի Եվրոպա։ Որտեղ եւ երբ է ծագել առաջին անգամ գրելու, փորագրելու մշակույթը։ Մեր նախնիները երբ են փորձ արել առաջին անգամ ապագային հանձնելու իրենց տեսածը ժայռապատկերների, գծապատկերների, հետագայում նաև սեպագիր արձանագրությունների միջոցով։ Հարցեր, որոնք մինչև այժմ չունեն կոնկրետ պատասխան։ Իր ժամանակին պայմանավորված առօրյա կյանքի պահանջմունքներով ժայռապատկերումը մասն ու տեսակներ աշխարհընկալումային համակարգի արտահայտման, ծիսապաշտամունքային եւ ուսուցողական ոլորտների, իսկ այսօր ունի հիմնականում գիտաճանաչողական նշանակություն։ Գիտության մեջ այսօր տիրապետում է այն կարծիքը, թե աշխարհի հնագույն գրային համակարգերը մեր թվարկությունից առաջ 3300-3200 թվականներին ստեղծված շումերական եւ եգիպտական պատկերագրերն են։ Հնագիտական տվյալները ցույց են տվել, որ այս քաղաքակրթությունները հիմնողները իրենց հետ միջագետ եւ նեղոսի հովիտ են բերել զարգացած երկրագործական եւ անասնապահական մշակույթ, ճարտարապետություն, արհեստներ, դիցաբանություն եւ գիր։ Գաղափարագիր գրությունը ծագելով հայկական լեռնաշխարհում, մասնավորապես նախապես Սյունիքում, հետագայում տարածվել է, կարելի ասել, ամբողջ աշխարհում, ինչը հաստատվում է հնագիտական նյութերով։ Մասնավորապես Սյունիքի ժայռապատկերներից մոտ 250 նմուշ մենք տեսնում ենք շումերական պատկերագրության մեջ։ Ընդունված է, որ Հայաստանում ժայռապատկերման ոլորտը հարատևել է մեր թվարկությունից առաջ 7-ից 2-րդ հազարամյակներում։
կապված երկրագործությանը նստակայած կյանքին անցնելու հետ, դրան համընթաց։ Եվ աստիճանաբար գրի զարգացման հաջորդ առավել հարմար ձևերի լայն կիրառման հետևանքով անկում է ապրել մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակների միջև։ Քանի որ մարդկային հաղորդակցության գրավոր նոր ձևերը սեպագիր, հնչյունագիր կամ այլ բնական ավելի արագ, ճշգրիտ եւ միարժեք են արտահայտում տեղեկություն եւ զգացում։ Հայոց աշխարհում հայտնաբերված ժայռապատկերները իրենց հնությամբ եւ գաղափարական խորը իմաստով առաջնային դիրք են գրավում աշխարհի տարբեր ծայրերում հայտնաբերված հնագույն գրերի հանդեպ։ 19-րդ դարի վերջերում եւ 20-րդ դարի սկզբներում կարծիքներ հայտնվեցին, թե շումերական եւ եգիպտական քաղաքակրթությունները ստեղծել են հայկական լեռնաշխարհի բնիկները։ Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերված տասնյակ հազարավոր ժայռաբեկորները, որոնց վրա տեսնում ենք փորագրված պատկերներ եւ անվանում ենք ժայռապատկերներ, դրանք աշխարհի հնագույն գաղափարագիր գրերն են։ Դրանցից հնագույնը Սյունիքի ժայռապատկերներն են։ Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներ իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ եւ սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն նմանակը։ Այլևս անհերքելի փաստ է, որ մեր ժայռապատկերների տարիքը հատել է 10,000 տարվա սահմանը։ Սյունիքի տարածաշրջանում հայտնաբերված բազմաթիվ նշանագրերից որոշները մենք հանդիպում ենք եգիպտական գաղափարագրության մեջ։ Սյունիքի ժայռապատկերները մենք տեսնում ենք Եվրոպայում հնագիտական նյութերի վրա, որոնք թվագրվում են 20-ից մինչև 35,000 տարվա հնություն։ Ժայռապատկերները ինձ թվում է բոլորը արված են սառցապատումից հետո։ Սառցապատումից հետո մոտ 2000 տարի հետո։ Ու իրենք վեր են հառնել որպես նամակներ, որպես հիշողություն անցյալից, իրողություններից, փոխհարաբերություններից, հիմա ասում են մեսիջ, այդ մեսիջներն են։ Հայկական ժայռապատկերները անցյալի խոսում վկաներն են, մշակութային իսկական կոթողներ, որոնցից կարելի է պատկերացում կազմել, թե հազարամյակներ առաջ այստեղ ապրած մարդը ինչ է մտածել աշխարհի, բնության, կենդանիների շրջակա միջավայրի մասին, ինչ է մտածել կյանքի եւ մահվան մասին, ինչ է պաշտել եւ ինչու։ Ժայռապատկերները կարելի են գրկել 17 թեմատիկ խմբում։ Թվարկեմ. բնության բաղադրիչներ, երկնային մարմիններ ու երևույթներ, կենդանի բնություն, մարդ, առասպելական էակներ, մարդու գործունեություն եւ կենցաղ, տեխնիկա, գիտական միտք, ուսուցում եւ խաղ, պաշտամունք, արվեստ, ճշգրիտ պատկերում, սխեմային պատկերում, խորհրդանշան, տարանման նշան, գաղտնապատկերներ։ Սրանց մի մասը ի դեպ նշեմ, որ աշխարհի այլ վայրերում կամ բացակայում է կամ արտահայտված է շատ թույլ։ Ամբողջ գաղտնիքը իմ կարծիքով կարում է նրանում, որ այնինչ որ տեսնում ենք ժայռապատկերների վրա պատկերված, նրանց թե պատկերային, թե իմաստային ամբողջ շարունակականությունը անընդմեջ նկատելի է հայ մշակույթի բոլոր շերտերում եւ մշակութային բոլոր դրսևորումներում, դա լինի կիրառական արվեստ, լինի ճարտարապետություն, լինի ընդհանրապես մտածողության որևէ դրսևորում կարևոր չէ։ Բազմաթիվ են որսի ու մարտի, մարզական ու պարային տեսարաններ եւ հնարքներ ցուցադրող ժայռապատկերները։ 42% դրանք այծերի պատկերներ են, ավելի շատ քան մարդու, ցուլի, առյուծի եւ մյուս պատկերները։ Երբ որ ավելի խորն ենք նայում, մենք տեսնում ենք, որ այծ եւ գիր բառերի մեջ որոշակի կապ կա եւ այդ բառը համանունությամբ հենց գիր է նշանակել։ Երբեմն իծագիր, իծապատկեր հոմանիշներին կհանդիպենք ժայռապատկերների փոխարեն։ Թվում է, թե իծագիր անվանումը տրվել է միայն այն պատճառով, որ ժայռապատկերների մեջ մեծ թիվ են կազմում այծերի պատկերները։ Իրականում իծագիր անվանումը գալիս է անհիշելի ժամանակներից, երբ փորագրվում էին ժայռապատկերները, երբ նոր էր ձևավորվում գիրը։ Իծագիր անվանման հիմնական պատճառն այն էր, որ այծ եւ նախնական գիր հասկացություններն ունեցել են համահունչ անվանումներ։ Այդ համահունչ անվանումների զույգերը առկա են հայերենում, շումերերենում եւ եգիպտերենում։ Օրինակ այծի համար հայերենը ունի 30-ից ավել անվանումներ։
Եթե այդ անուններին վերցնենք համանուն բառեր գաղափարագրելու համար, ապա ստացվում է, որ այծի անվանումներով կարելի է մի քանի տասնյակ վերացական բառեր գաղափարագրել։ Բերենք դրանցից ամենաակնհայտ օրինակը։ Հայերենում այծի անվանումներից, գործածական անվանումներից մեկն է եղել դիգ, որից մենք ունենք տիկ բառը, ջրի աման, գինու աման, տիկը։ Այդ դիկ բառը հայերենում համանուն է դիկ, աստված բառին։ Հետևաբար, եթե մենք այծ պատկերենք, մենք ընթերցենք այծի անունը դիկ, մենք կարող ենք նաև դրանով արտահայտել դիկ ընթերցումը։ Այծի պատկերը ընթերցել դիկ և հասկանալ աստված իմաստով։ Եվ գնում ես լեռները, նայում ես ժառապատկերներին, տեսնում ես կամ տակիցակից քաշած, ծեծած, կամ վերևից դա նշանում է երկնային այծ, վերջերից դա նշանում է երկրային այծ։ Այծի եղջյուրների և մեջքի գծի միջև հաճախ դրվում են մեկ կամ երկու նշաններից կազմված, վերացական նշաններից կամ կենդանապատկերներից նշաններ, որոնք արտահայտում են արդեն, եթե այծի անունը մենք ընթերցում ենք աստված, ապա այդ եղջյուրների և Իրանի արանքում ընկած այդ տարածքում, որ ես անվանել եմ այծի գրատախտակ, այդ գրատախտակի վրա գրված նշանագրերը պիտի արտահայտեն այդ տվյալ աստծո անունը որևէ մականուն կամ ինչ-որ մի բնութագիր։ Ոչ միայն այծ, հնագույն ժայռապատկերներում շատ ենք հանդիպում նաև ցլի, վագրի, առյուծի և այլ բազմապիսի կենդանիների և խորհրդանշանների, և պետք չէ այդ ամենը հասկանալ իրենց բուն իմաստով։ Հայկական ժայռապատկերներում պատկերված շատ խորհրդանիշներ պետք է ընթերցել հայկական համանունների և հայոց լեզվի հիման վրա։ Պատմական ժամանակներից մենք գիտենք, որ առյուծը նորից խորհրդանշան բառով արևի խորհրդանշանն է։ Նաև գիտենք, որ շումերում այն սեպանշանը, որը գրվել է առյուծ բառը, ունի նաև արև ընթերցում։ Շատ են արևի լուսնի աստղերի և աստղախմբերի համաստեղությունների պատկերները, կա ասուպի, այսինքն երկնակարի անկման երևույթի և գիսավորի մեկական պատկեր։ Մթնոլորտային երևույթներից շատ տարածված է կայծակը, կան նաև անձրև հիշեցնող պատկերներ։ Նույն ձևով մենք Եգիպտոսում տեսնում ենք, որ առյուծի պատկերով գրվել է և արև բառը, և արևի աստծո անունը, և պարզապես առյուծ, իր կենդանու անվանումը։ Հայերենում գրաբարյան, առյուծի գրաբարյան ձևն է առևծ, որի վերջին ծն մենք գծում ենք որպես աճական, ավելի ուշ հայտնված, կամ եթե նույնիսկ կար, դա մեզ չի խանգարում գաղափարագրության ընթացքում, որովհետև գաղափարագրության ժամանակ մենք կարող ենք վերցնել բառի ցանկացած ինչ-որ մի մասը։ Այսպիսով առանցի առյուծի անվան համար մենք ունենք առև և ունենք արև, որպես լուսատուի անուն, աստղի անունը։ Օրինակ Մայր Աստվածուհու անունը հին եգիպտորենում հիերոգլիֆիկ գրերում պատկերվում էր ցին թռչունի պատկերով։ Այստեղ նույնպես հենց հայերենը կարող է միայն բացատրել, որ քանի որ ցին և ծին բառերը համանուն են, իսկ ծին բառը վերացական է, ծին, ծնել, ծնունդ, սերում և այլն, այդ չենք կարող նկարել, բայց կարող ենք ցին թռչուն նկարել, ուրեմն նկարել են ցին թռչունը և ընթերցել ծին, որպես Մայր Աստվածուհու անուն։ Հայկական ժայռապատկերները հնարավորություն են տալիս մեզ ժամանակակից մարդուն իմանալու նախնյաց տեխնիկական գործունեության և արտադրական հմտությունների մասին։ Պատկերված բազմապիսի կենցաղային գործիքները, անգամ դրանց ստեղծման և կիրառման եղանակները խոսում են նրանց կենցաղավարության, զբաղմունքի, հետաքրքրությունների և արտադրական հմտությունների մասին։ Բրիչ, արոր և այլն, փոխադրամիջոցներ, սայլ, սահնակ, ինչու՞ չէ սահնակ, հայկական լեռնաշխարհի մեծ մասը բարձրալեռնային գոտում է գտնվում և տարվա մոտավորապես կեսը ձնառատ է լինում և սահնակի կիրառություն բնականաբար եղել է։ Կարող ենք տեսնել մարդ բնություն կամ մարդ երկիր, երկինք տիեզերք հարաբերությունների հետ կապված բնապաշտական մտածողության արդյունքի ուղղակի
ձևեր ֆիքսված քարի վրա։ Ժայռապատկերներից կարելի է գաղափար կազմել նաև նախնադարում գոյություն ունեցող կին-տղամարդ հարաբերությունների մասին, հասարակության մեջ նրանց դերի մասին։ Հենց որ գլուխ եք տեսում ժայռապատկերներում, փորձեք դա ուշադիր ավելի նայեք, կտեսնեք կամ քուրմ է, կամ հանցագործ, կամ իսկ ինը ինչով է որոշում։ Երբ իջնում ես ներքև, վերջույթը, ներքին վերջույթը, 3 վերջույթ չի, այլ 2-ն է։ Եվ հաճախ երկու վերջույթները հորիզոնական գծով ընդգծված է, կտրած է, այստեղ խնդիրը վերաբերում է, որ ինքը հողեղեն է։ Շատ հետազոտողներ համոզված են, որ ժայռապատկերները նաև յուրօրինակ հիերոգլիֆներ են, նախնադարյան այբուբեն։ Սակայն արվեստաբանները այլ կարծիք են, նրանք կարծում են, որ նախնադարյան մարդը յուրօրինակ արվեստի միջոցով արտահայտել է իր տեսածը եւ կարծում են, որ նրանք ավելի շատ նկարիչ են, քան թե գրագիր։ Այն ինչ որ մտավոր գործունեության արդյունք է, նշանակում է ընդհանուր կապ ունենա ընդհանրապես մտավոր գործունեության բոլոր տեսակի եւ դրանց դրսեւորումների հետ, մասնավորապես ճարտարապետության հետ, որտեղ ճարտարապետությունը ինքը որոշակի մտածողության արդյունքում ծնված իրողություն։ Արվեստի սկզբնավորումն ընդհանրապես առնչվում է որսի, մարտի աշխատանքի, խաղի, ծեսի, սովորույթների ու կենցաղի հետ։ Ընդունված է, որ արվեստը ծագել է մոտ 40,000 տարի առաջ եւ ձևավորվել է բանական ժամանակակից մարտը։ Այս ոլորտում ժայռապատկերների մարդու արարումը առաջընթաց է ապրել հսկայական։ Նախնական մոտավոր կոպիտ արտապատկերումներից հասնելով մինչև արվեստի բարձունքներ։ Հատկապես եթե անդրադառնանք միջնադարյան հոգևոր պաշտամունքային կառույցներին, ապա դրանց մեջ նկատելի են կետի, հորիզոնական եւ ուղղահայաց գծերի, շրջանակների տարբեր դրսևորումների, քառանկյունների, դրանց բուսական եւ կենդանական զուգահեռ պատկերների կիրառմանը, պատկերներ, որոնք մի քանի հազարամյակ առաջ ֆիքսված են արդեն ժայռապատկերներում։ Մեր նախնյաց առաջին գրավոր վկայություն հանդիսացող ժայռապատկերներում ուսումնասիրողները հաճախ են հանդիպում երկնային մարմինների, տիեզերքի պատկերների։ Սա վկայությունն է այն բանի, որ հայկական լեռնաշխարհում մեզանից հազարավոր տարիներ առաջ ապրող մարդը կարողանում է դիտել եւ ուսումնասիրել աստղային երկինքը, իր չափերով եւ իր համար բացահայտել երկնային լուսատուները։ Երկրի կողմեր արևածագի եւ մայրամուտի կետերի դիրքերով նշող կողմնացույցներ կան, քարտեզ հատակագծեր, տեղանքի, որսատարածքի, ոռոգման ցանցի եւ հիմնականում, որ շատ կարևոր է, աստղային երկնքի քարտեզներ, որոնք հնարավորություն են տալիս թվագրել ժայռապատկերները, համեմատելով աստղային երկնքի փորագրված, այսինքն անցյալ տեսքը այսօրվա տեսքի հետ եւ դրանով կարելի հաշվել տարիքը։ Հայտնի է, որ նման կենդանիները, խոշոր մարմնեղ կենդանիները վերացել են համաշխարհային մի կատաստրոֆայի ժամանակ, որը տեղի ունեցել մոտավորապես 12,000 տարի առաջ։ Դրանցից ասենք ակնհայտը, հանրահայտը դա մամոնտների պատմությունն է, որոնք երկրի երեսից վերացել են 12,000 տարի առաջ։ Առայժմ դեռ անհայտ են պատճառները, կան տարբեր տեսակետներ, հիպոթեզներ, բայց թվագրումը կարելի է համարել ճշգրիտ 12,000 մոտավորապես տարի առաջ նրանք վերացել։ Հետևաբար, եթե այդ կենդանիները կան մեր ժայռապատկերներում, ապա մենք կարող ենք հավաստիորեն պնդել, որ ժայռապատկերները փորագրվել են այդ կենդանիների վերանալուց առաջ։ Նրանք պիտի լինեին, որպեսզի տեսնեին, պատկերեին։ Որոշ մասնագետներ ժայռապատկերները համարում են նաև հայկական այբուբենի նախադիպեր։ Ճիշտ է, կառուցվածքային առումով նմանություններ հայկական այբուբենի տառերին շատ կա, սակայն ավելի շատ ընդունված է դրանք համարել գաղափարագրեր։ Գաղափարագրեր, որոնք իրենց մեջ մեծ ինֆորմացիա են պարունակում եւ դեռևս ուսումնասիրության կարիք ունեն։ Նշանների թվում շատ են տառանման նշանները։ Սրանք իրական այբենական տառեր չեն, այսինքն հնչյունանշաններ չեն, քանի որ չկան դրանցով կազմված զույգեր, կցագրեր, որոնք բառ կազմեն։
թե ոչինչ անհավանական չէ։ Մի բան պարզ է, որ այս նշանները ծառայել են իբրև գաղափարագիր, այսինքն մեհենագիր։ Եթե Սյունիքի ժայռապատկերները դա գրային համակարգ է, ապա բոլոր 5 գրային համակարգերում, պատկերագիր գրային համակարգերում, շումերական, եգիպտական, ուրարտական, խեթական, ցանկացած գրային համակարգում եղել են տասնյակ խեցեղենի տասնյակ պատկերներ, անոթների տասնյակ պատկերներ, որպես գրային նշաններ։ Սակայն ժայռապատկերներում այդպիսի նշաններ չկան, խեցեղենը բացակայում է։ Իսկ հնագույն խեցեղենը, աշխարհին հայտնի հնագույն տարածաշրջանում հնագույն խեցեղենը վերաբերում մոտավորապես 7000 թվին Քրիստոսի 9000 տարի առաջ։ Մենք նորից կարող ենք անել հետևյալ պնդումը, որ ժայռապատկերները փորագրվել են խեցեղենի առաջացումից էլ ավելի առաջ։ Զարմանալի չէ, որ հայկական լեռնաշխարհը մոլորակային վայրերից է, ուր առկա է հնագույն ժայռապատկերների հսկայական քանակություն։ Այստեղ դրանք հայտնաբերվում են խմբերով կամ գոտիներով։ Հայաստանում ժայռապատկերների ամենահետաքրքիր ու ամենամեծ կուտակումները դրանք Ղարաբաղի բարձրավանդակում են։ Դա Սիսիանի եւ Բերձորի ու նաեւ Քաշաթաղի ու նաեւ Քարավաճառի այդ երակունի արանքում է։ Մեծ հարթավայր է, հրապխային պլատո է, որտեղ եւ գտնվում են երկու մեծագույն հրային լեզվակները, լավային հոսքերը, բազալտային, որոնցից ամենամեծը 28 կիլոմետր է։ Ժայռապատկերների ուսումնասիրությունը կարելի ասել եղած գրականության, եղած ուսումնասիրությունների ամբողջ այդ քանակականի հետ դերևս ավարտված չէ, դա պիտի շարունակվի եւ շատ նոր եզրահանգումների հնարավորություն ընձեռի, որովհետեւ նրանց ուսումնասիրությունը եղել է ոչ համակարգված, ոչ տեսանելի ամբողջ հայ մշակույթի համատեքստում եւ կարծում եմ դա հենց այն հիմքն է, որի վրա մենք կարող ենք իսկապես հենվել եւ նոր բացահայտումներ կատարել։ Վերին 5 քարի դարում հիշյալ տարածքին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքում, այդ միացյալ տարածքում կարող ենք խոսել հայ ազգի ձևավորման մասին։ Նորից եմ կրկնում, եթե կա ընդհանուր կենսատարածք, ընդհանուր լեզու, ընդհանուր հավատ կրոն, ապա դա ազգի ձևավորման նախապայմաններն են։ Այդ 3 բաղադրիչները մենք տեսնում ենք Սյունիքի ժայռապատկերներում, վերին 5 քարի դարում փորագրված։ Այսինքն մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը մեզ հուշում է, որ հայ ազգի ձևավորման ակունքները հասնում են մինչև վերին 5 քարի դար, որ հայերը տարածաշրջանի բնիկներն են վերին 5 քարի դարից մինչև մեր ժամանակները։ Մեր հնագույն պատմության քարե այս վկաները պահպանության եւ խնամքի կարիք ունեն։ Խնամքի այն ձևերը, որ այսօր կիրառվում են, բավարար չեն։ Տարածաշրջանում ապրող գյուղացիները մեզ պատմում էին, որ օտարազգի ուսումնասիրողները տարիներ առաջ շերտ-շերտ քերում եւ տանում էին ժայռապատկերները։ Պիտի ոգևորված ամեն ինչ ներկայացնել զբոսաշրջիկներին կամ օտարներին, մինչև դեռ մենք չենք հասկացել դրանց էությունը։ Ինչ վերաբերում է ժայռապատկերներին, գոնե խորհրդային տարիներին դրանք իրենց աշխարհագրական դիրքով հասու չէին շատ-շատերին եւ մի շարք գիտնականների հետազոտության առարկա էին ընդամենը։ Այսօր կարծեք թե մեր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, որ յուրաքանչյուր մեկը կարող է մոտենալ ժայռապատկերին։ Միակ այսպես սփոփիչը այն է, որ նրանք տարվա մեծ մասը փակ են, ձյունածածկ են, համենայն դեպս նրանք խիստ պահպանության կարոտ են։ Ժայռափորագրման եւ քարագործության այլ ոլորտների, ժայռանկարի, երցանագործության, խեցեղենի, շինարվեստի շարունակականությունը եւ տարբեր դարաշրջանների ստեղծագործության, տեխնիկ-արվեստաբանական ընդհանրությունները միասին վերցրած կարող են մի անգամ եւս սպասել
Դրանք ստեղծած ժողովրդի բնիկ լինելը եւ իր բնորանում հայոց հարակայությունը։ Իրոք, հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերների հարուստ ժառանգությունը եւ ոչ միայն դա, հնագիտական արժեքավոր փաստեր են պարունակում, որոնք հաստատում են տասնյակ հազարավոր տարիներ առաջ այս տարածաշրջանում մարդու եւ քաղաքակրթության որոշակի աստիճանի գոյությունը, մարդկանց խմբի որպես ազգային միավոր ձևավորվելը։